տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ որ արդեն ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա, մի քանի մեխանիզմ է լինելու եւ գումարային տուգանքի, այսպես ասած, այդ չափն էլ որոշակի տարբերություն իր մեջ ունենալու, մի դեպքում դա առհասարակ չվճարողներին է վերաբերելու, մի դեպքում դա վերաբերելու է այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին եւ մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող եւ եթե չեմ սխալվում առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդուն էլի, որ փաստացի ֆիքսվի, որ ինքը ունի եւ այո վճարելա, որպեսզի խուսափի, այսպես ասած, այդ տուգանքից։ Հիմա կհարցնեք երևի թե դա երբ է կիրառվելու եւ բանից ենք արդեն իրականացնելու այդ աշխատանքները։ Բնականաբար դա մեծամասամբ կախված է, ինչպես արդեն նշեցի, ազգային ժողովի կողմից արդյոք դա երբ հավանության կարժանանա թե չէ եւ դրանից հետո արդեն որոշակի տեխնիկական միջոցներով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը արդեն կիրականացնի այդ տուգանքի մեխանիզմը եւ ես նորից վերադառնալով իմ խոսքին էլի մեր խնդիրը նա չի որ մարդկանց տուգանենք եւ այսպես ասած բերենք շակերտների մեջ ասեմ էլի օրինականության դաշտ մեր խնդիրը այն է որ եթե կա որևիցե տեսակի ծառայություն ապա այդ ծառայության համար պետքա վճարել որովհետեւ եթե օրինակի համար դուք յուրաքանչյուր ամսվա փետրվարի 20-ից հետո օրինակ չվճարեք էլեկտրաէներգիայի համար տուն գնալով կպարզեք օրինակի համար լույս չունեք դա էլ է ծառայություն դա էլ մեկ այլ տեսակի ծառայություն է հիմա եթե դուք կարող եք վստահաբար ասել որ օրինակի համար գազի, հեցի եւ ջրի վճարները իրոք արդարացված են եւ ես դրա համար վճարում, ես մի քիչ կներեք կկասկածեմ, էլի։